2026 թվականը դիմավորելը շատերի համար պարզապես օրացույցի փոփոխություն չէ, այլ նոր շանս, նոր ճանապարհ, նոր հաջողությունների սկիզբ։ Նոր տարվա գիշերը համարվում է կախարդական պահ, երբ մարդու մտքերը, ցանկությունները և տրամադրությունը կարող են մեծ ազդեցություն ունենալ առաջիկա տարվա վրա։ Ամենակարևորը՝ ինչ տրամադրությամբ դիմավորել 2026 թվականը։ Նոր տարին պետք է դիմավորել մաքուր սրտով, փորձիր մինչ դեկտեմբերի 31-ը ներել բոլոր նրանց, ում խոսքերը կամ արարքները վիրավորել են քեզ, ազատվել ծանր մտքերից, փակել անցած տարվա անավարտ էջերը։ Ասում են՝ ինչ մտքով ես մտնում նոր տարի, այդպիսին էլ այն անցնում է։ Մինչև նոր տարին դուրս նետիր կամ նվիրիր այն իրերը, որոնք այլևս չես օգտագործում։ Լվացիր հատակը աղով։ Բացասական էներգիան հեռացնելու համար բացիր պատուհանները գոնե մի քանի րոպե, թող օդը նորացնի տունը։ Հիշիր, որ պետք է մաքրես նաև հոգիդ, գրիր թղթի վրա ինչից ես ուզում հրաժարվել 2025-ին, վախեր, դժգոհություններ, անհաջողություններ, թուղթը այրիր, իհարկե անվտանգ պայմաններում և ասա՝ թող սա մնա անցյալում, ես բաց եմ նորի համար։ Ինչ անել նոր տարվա գիշերը, որպեսզի հաջողություններն ուղղակի ներխուժեն քո կյանք։ Ճիշտ կեսգիշերին գրիր քո ամենակարևոր ցանկությունը, ծալիր թուղթը և պահիր այն դրամապանակում կամ բարձի տակ մինչև հունվարի 7-ը։ Ամեն օր մտքում շնորհակալ եղիր, ասես այն արդեն իրականացել է։ Իսկ եթե ցանկանում ես ֆինանսական հաջողություն ունենալ, ապա նոր տարվա գիշերը գրպանումդ կամ դրամապանակումդ պահիր թղթադրամ, սեղանին դիր մետաղադրամներով լի փոքրիկ ափսե, կեսգիշերին ասա՝ փողը սիրով գալիս է ինձ, 2026-ը բերում է առատություն։ Իսկ եթե ցանկանում ես, որ 2026-ին քեզ սերն այցելի, ապա կրիր ինչ-որ կարմիր կամ վարդագույն մանրուք։ Եթե ընտանիքով ես, կեսգիշերին ձեռք ձեռքի բռնած մաղթեք միմյանց բարություն և առողջություն։ Կարելի է միասին մոմ վառել որպես միասնության խորհրդանիշ։ Ինչ դնել նոր տարվա սեղանին։ Ավանդական հավատալիքներով հաց կամ գաթա առատության համար, մեղր կամ քաղցրավենիք քաղցր տարվա համար, նուռ հաջողության և բարգավաճման խորհրդանիշ և կանաչեղեն աճի և նոր հնարավորությունների նշան։ Կարևոր է, որ սեղանը լինի լի, բայց ոչ շռայլ, գնահատելով այն, ինչ ունես։ Ինչ խորհուրդ չի տրվում անել նոր տարվա գիշերը։ Մի վիճիր և մի լացիր, մի դիմավորիր նոր տարին դատարկ սեղանով, մի խոսիր վատ բաներից, հիվանդություններից կամ պարտքերից։ Եվ հիշիր, որ հաջողությունը գալիս է նրան, ով պատրաստ է այն ընդունել։ Փոքր քայլերն էլ են առաջընթաց, եթե դրանք դեպի ճիշտ ուղղություն են տանում։ Շնորհակալությունը ամենաուժեղ մագնիսն է երջանկության համար։ 2026 թվականը թող դառնա նոր հնարավորությունների, առողջության, սիրո և հոգեկան հավասարակշռության տարի։ Դիմավորիր այն ժպիտով, հավատով և բաց սրտով։ Հիշիր՝ ամենաուժեղ ծեսը քո հավատն է քո ուժերի նկատմամբ։ Շատերը կարծում են, որ նոր տարվա կախարդանքն ավարտվում է ժամը 12-ին, սակայն իրականում ամենաուժեղ պահերը հենց դրանից հետո են։ Վառիր 3 մոմ՝ սպիտակ մաքրություն, կանաչ առողջություն ու աճ և ոսկեգույն կամ դեղին հաջողության համար։ Նստիր հանգիստ, փակիր աչքերդ և պատկերացրու քեզ 2026-ի վերջում, երջանիկ, ապահով ու գոհ։ Ասա կամ մտքում կրկնիր՝ ես ընդունում եմ 2026-ը խաղաղությամբ, սիրով և հաջողությամբ։ Գրիր նամակ ինքդ քեզ՝ թվագրելով 2026-ի դեկտեմբերի 31։ Նկարագրիր, թե ինչի ես հասել, ինչ ես հաղթահարել, ինչի համար ես շնորհակալ։ Նամակը պահիր փակ ծրարում ու բացիր միայն տարվա վերջում։ 2026 թվականի առաջին առավոտը համարվում է տարվա տոնը։ Արթնանալուց հետո միշտ ապիր հեռախոսին նայել, բացիր պատուհանը և ասա՝ բարի լույս 2026, ես պատրաստ եմ քեզ ընդունել։ Լվացվելիս պատկերացրու, թե ինչպես է ջուրը լվանում քո բոլոր հոգսերն ու բացասական հիշողությունները։
2026-ը խորհուրդ է տրվում սկսել տալու էներգիայով նվիրիր ինչ-որ փոքր բան, նույնիսկ անծանոթին, կերակրիր թռչուներին կամ կենդանիներին, շնորհակալ եղիր բարձրաձայն անգամ փոքր բաների համար։ Այնինչ տալիս ես նոր տարվա առաջին օրերին ըստ հավատալիքների բազմապատկված վերադառնում է։ Ինչ հարցեր պետք է տալ ինքդ քեզ։ Ինչն է ինձ իսկապես երջանիկ դարձնում, որ վախն եմ պատրաստ թողնել 2025-ում, ինչ եմ ուզում կառուցել, ոչ թե պարզապես ցանկանալ։ Գրավոր պատասխաններն ավելի ուժեղ են, քան մտքում պահվածները։ Եվ ահա հետաքրքիր ժողովրդական հավատալիքներ. եթե կեսգիշերին ինչ-որ մեկը զանգահարի կամ դուռը թակի, դա նոր լուրերի նշան է։ Եթե առաջին օրը տեսնես երեխայի ժպիտ կամ լսես ծիծաղ, տարին կլինի լուսավոր։ Եթե նոր տարվա առաջին օրը տանը խաղաղ է, ամբողջ տարին այդպես կլինի։ Երջանկությունը միայն նպատակների իրականացում չէ, այն կարողություն է ապրել ներկա պահին, չհամեմատվել ուրիշների հետ, գնահատել ունեցածը։ 2026 թվականը թող լինի այն տարին, երբ դու քեզ չես դավաճանում ոչ մտքով, ոչ ընտրությամբ։ Դիմավորիր 2026 թվականը ոչ թե վախով կամ սպասումով, այլ երջանիկ, թող այն նստի քո սրտում որպես նոր հնարավորություն, ոչ թե հերթական տարի։